իրականացվեն։ Նաև վարչապետը իր ելույթում նշեց, մասնավորապես մեր քաղաքացիներին սոցիալական ծառայությունների մատուցման առումով հնարավորինս մանչելի եւ հնարավորինս շփումներից զերծ ծառայությունների մատուցումը պիտի ապահովի եւ առաջիկայում մենք ունենանք առցանց դիմումների միջոցով սոցիալական իրավունքի իրացում, մասնավորապես ծննդյան միանավագ նպաստների առումով, նաև նախատեսվում է, որ մենք ապահովենք, որպեսզի մեր կենսաթոշակառուները կամ կենսաթոշակի համար դիմող անձինք, անկախ իրենց հաշվառման վայրից, բնակության վայրից, կարողանան դիմումը ներկայացնել ցանկացած վայրում, ցանկացած տարածքային կենտրոնում, իսկ դա նշանակում է նորից ծառայությունները մոտեցնել քաղաքացիներին։ Մյուս կողմից մենք նախատեսում ենք նաև սոցիալական ծառայությունների հասցեականության մեծացում եւ դրա շնորհիվ նաև նոր ծրագրերի իրականացում, մասնավորապես զբաղվածության ոլորտում նոր ծրագրերի իրականացում, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք այսօր ուղղվում են սոցիալական աջակցության ոլորտին, դրանք վերանայելով նաև մեթոդաբանությունը, աշխատունակ անձանց համար ապահովել զբաղվածության ապահովումն իրականացնող ծրագրեր, իսկ սոցիալական աջակցության ծրագրերը ուղղել բացառապես անաշխատունակ եւ սոցիալական հոգացության կարիք ունեցող մեր բնակչության շերտերին։ Գազի գնի հետ կապված իջեցման հետ կապված Նաև որոշակի մոտեցումներ են ձևավորել, այդ վերլուծություններն իրականացվում են, որոշակի մոտեցումներ, որ սոցիալապես անապահով շերտերի համար գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված տեղի ունենան տարբերակված մոտեցումներ։ Կարևոր չկլինի, Այո։ Պարոն Ասատրյան, ասեք նորից թոշակների ու նպաստների բարձրացում չի նախատեսվում հաջորդ տարի եւ 100 միլիարդով ծախսերի կրճատում է արվում։ Այսինքն պարզվեց, որ բյուջեի գումարները չկան ու նորից այդ ամբողջը կոտրվեց անապահով խավի գլխին, հա, պարոն Ասատրյան, այս իրավիճակն ունենք։ Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղող ծախսերը վերջին տարիներին անընդհատ աճել են եւ դրանք որևէ կերպ չեն նվազել։ Որևէ սոցիալական ծրագիր չի կրճատվել եւ չի էլ նախատեսվում կրճատվել որևէ սոցիալական ծրագիր։ Իհարկե մենք վերջին 2 տարիներին իրականացրած կենսաթոշակների բարձրացման արդյունքում ունեցանք լրացուցիչ բյուջետային ծախսերի ավելացում եւ բնականաբար նաեւ այդ ծախսերը տեղափոխվում են հաջորդ տարիների բյուջե, այդ թվում 2017 թվականի բյուջե, գիտեք, շուրջ 30 միլիարդ դրամով վերջին 2 տարիներին իրականացված ավելացումները դրանք փոխանցվել են բնականաբար այս ծախսերը եւ այս առումով հստակ ուզում եմ նշել, որևէ սոցիալական ծրագիր ոչ միայն չի նախատեսում կրճատել, այլ նախատեսում են նոր ծրագրերի իրականացում, այդ ծրագրերի շրջանակներում նաև վերաիմաստավորում որոշակիորեն դեպի այն խմբերը, այն շերտերը, որոնց համար պիտի մի դեպքում իրականացնել բացառապես զբաղվածության ապահովման ծրագրեր, մյուս դեպքում այո սոցիալական օգնության։ Ես ուզում եմ նշել նաև, որ մեր այն սոցիալապես անապահով անձինք, այն շերտերը, ովքեր ունեն լրացուցիչ սոցիալական ծառայությունների կարիք, որոնք դրամական ձևաչափով որևէ ձև չեն արտահայտվում, բայց դրանք վերաբերում են խնամքին, ամենատարբեր սոցիալ-կենցաղային ծառայությունների մատուցմանը, հատկապես միայնակ տարեցների մասով։ Այս ուղղությամբ ոչ միայն չի կրճատվելու, այլ նաև պետություն եւ ոչ պետական հասարակական կազմակերպություններ համագործակցության շրջանակներում եւ աշխարհագրություններ են ընդլայնելու եւ շահառուների շրջանակը, որոնք ընդգրկվեն այդ ծրագրերում։ Արդյոք այսօրվա սոցիալ-տնտեսական բարդ պայմաններում բավարար է 30,000, 40,000 դրամով։ Իհարկե բավարար չի։ Իհարկե չպետք է արդյոք կառավարությունը բարձրացնել փորձելով խնդիրների լուծել։ Դուք շատ լավ գիտեք, որ խնդիրը ներկայացված է եւ այնպես չի, որ նաեւ հանրությանը ներկայացված չի, որ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում այն բյուջետային ծախսերը, որոնք այսօր իրականացվում են հատկապես պաշտպանված սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը, դրանք որևէ ձևաչափով չեն կրճատվելու եւ իրականացվելու են, ավելացնելու հնարավորություններ, եթե կունենանք լրացուցիչ եկամուտներ եւ հնարավորություններ, իհարկե առաջին հերթին սոցիալապես անապահով շերտին կիրականացվի։ Պատիվ երկիր ապահովել, ինչի մասին անդրոնից խոսում է վարչապետը, պարոն Ասատրյան, թոշակի ու նպաստի նման չափերով։ Ուրեմն վարչապետի ելույթը կարծում եմ ամբողջական էր եւ ներկայացում էր այն բոլոր գործողություններին ու առաջին հերթին աղքատության կրճատման առումով առաջին հերթին տնտեսության ակտիվացումը, ներդրումների ավելացումը, աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի ավելացումն է, որովհետեւ գոյություն ունի կորելացիա յուրաքանչյուր տոկոս
տնտեսական աճը որքան է ազդեցություն ունենում աղքատության վրա։ Այս առումով առաջնահերթությունը բնականաբար մեր տնտեսության համար եւ ներդրումների եւ լրացիչ աշխատատեղի ստեղծման պայմանների ստեղծումն է, որի դեպքում այո դրանք անմիջականորեն անդրադառնալու են նաեւ սոցիալապես այն շերտերի վրա, որոնք կարիք ունեն պետական սոցիալական ծրագրերի կամ հոգացության։ Շնորհակալություն։